Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել։ Կամավորագրումներ կա։ Թազատ թղթերը ո՞րն է։ Ուժեղ Հայաստանով։ Լավ, կտաս մեկ քանի հատ մենք կանենք։ 10 հատ կտամ, մեզ նալի չեն տալի։ Մյուս շաբաթ տենանք այս ինչ ալնում, Գևորը հասոյի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շուն շանգյալ կա, բերել ես գրանցել ես շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել ես գյուղերը 100 ես տալի, այն շուն շանգյալներին կգցես գյուղերը 100-ով, իրանցը կգցես շտաբի վրա։ Չեք հավատում, ուղղակի կախել է արդեն։ 2 ռես եկել են Բանգլադեշ հետ եմ եկել, բերիմ համ Անուշիկին շլվար առամ, համ եկամ Լուսոյին ու Քիսոյին տեսամ, բան կարտալու տվիմ, այն երկուսն են աղջիկները, որ միշտ գալի եթում են առավոտ շուտ։ Այն բոշան, դրանց եկամ տեսամ, 200 տվիմ, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100-ը տվիմ, ասիմ համ կանչում եք, համ էլ երեխեքի վրա գոռում եք, ասում եք սպարտիվ կեքով են։ Փող չունեն, սպարտիվ կեքովը պիտի գան, փող չունեն, ուզում եք մաքուր շիրերով կան, հանեք փող տվեք։ Խաբար էի, որ 20,000 փող էին վերցել։ 20? Այսօր վայանց հակի շլվարները վաղը որ պիտի հագնեն։ Ալիքն առը։ Փող ստացաք երին ասում է։ Դե ոչ մի 3-4 հոգի ենք ստացել, որ շուտվա գրանցված են եղել։ Հա, գոնե դու ստացա, ի՞նչն ես։ Հա։ Ոչ կայոց ստացվի։ Ասել իմ 100,000 ստակ։ Ասում է շատերը կարող դուրս են որ չեն տալի։ Հա, չեն արի։ Չեն տա դուրս գիտեն։ Ինչ արի, խոսացի։ Հասոյի հետ։ Հա, հասոյի հետ։ Հա, բերես։ Ահա դե լավ է, շնորհավոր։ Հա, բա։ Զանգի մասի մապեր ես, բա ի՞նչ կա, ասեց հենց հիմա կարաս գաս տանես, այն վաղ ասեց։ Գոռո մի հա։ Բերեմ։ Ստո, էլի։ Հա։ Ստո։ Հայտ եմ ասում մի հատ։ Հա, էլի, պետք է շատ տա։ Ասում իմ համար փողը դեսամ փոքր թիվ է 300,000, ասի իրան ախպեր, ասենք հիմա ասի այս բանով մի քանի ամիս ասի ոչ մեկ չի կարա էլի այդքան փող բռնի էլի։ Զմո։ Հա, էդի բայց քեզի գրանցել ով ասում չի գրանցում։ Մյուսին ես գրանցվել ստանալու ես մյուսով։ Դե հելեշ կա մարդ ինչ ստացամ, այդ ինչքան մարդ եմ, չէ գրանց, ասել եմ չէ տակ դրան ընտրել։ Չէ։ Դա 30 հոգի վար մեկը դի մարդ բերի, ասիմ իրանցը։ Ես ավելի շատ ասեմ իմանաս։ Հանցավոր գործունեությունը քողարկելու եւ չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ հավելվածների միջոցով։ Դες չեն ասել բաց կապով ինձ մի զանգեք։ Մի հատ չեմ իմանում, Վահեն կարա ատեից ասի։ Չի կարա, մի հատ զանգի նախ WhatsApp-ից։ Դե մեջի որ ես ուրիշ բան էի ասել։ Կապ չունի։ Այդ ասելն էլ արդեն ուրիշ բան է։ Կա։ Մամային ապրիլին է։ Այսինքն ոնց ապրիլին է։ Փակով զանգել Աբոջան։ Փակով ո՞րն է։ WhatsApp, Telegram, ինչ ունես։ Կամ արիստե։ Ալիք եկա։ Հա, Փող բերել է։ գոռո։ Դիտման բես անում։ Ապեր հասոյի համար ուղղակի հասոները կնզի բանը ադիշատարը, որ այսօր պտի բերի տա։ Հասկացանք, բայց բալես ոչ մեկ է տենց մի խոսա։ Viber, WhatsApp կա, Telegram կա, զանգի խոսա, տենց բաներ մի ասա խոսով։ Մամայինն էի մենք ուզում հարցում եմ, մաման ասում Չէ, մամայինը չի նստելու, արձերն, հետո կասեմ էլի։ Ես։ Դե հեռախոսով չեմ ուզում խոսամ, կասեմ, հենց էլի կամ վաղը, կամ մյուսով, вообще սուր պիտի լինես։ Պրիվետ, Հասյա։ Պրիվետ, ցավը տանեմ, 2 շաբթի կբերենք, հա։ Ու նենց կանենք, որ լավ լինի, սենց ասեմ։ Հա, ես էլ բան արին, գնացիմ այսօր գրանցամ Յանում ավտոդոբրոց, սովորեմ, հա։ Էդ էլ կասեմ, կլուծենք։ Գրանցվել եմ արդեն, բայց եթե դա լուծվի հեն պահը։ Կխոսանք, հեռախոսով։ Հա, էլի կյանք, ստացավը։ Ինչ կա։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են 1 տասնյակից ավել անձինք։